Ինչ անել, որ երեխան վատ ազդեցության տակ չընկնի։ Ես կանակենտրոնի հոգեբան Էլիզա Մանուկյանն եմ։ Առաջինը, լսեք, երբ երեխան խոսում է, ձեր երեխան պետք է զգա, որ իր խոսքը կարևոր է։ Երբ նա վստահի ձեզ, կկիսվի իր խնդիրներով ու դուք կկարողանաք պաշտպանել նրան։ Երկրորդ, սիրեք այնպես, որ երեխան չփնտրի այդ սերը դրսում։ Երեխան, ով ստանում է բավարար սեր ու ջերմություն ընտանիքում, չի խաբվի կեղծ բարության եւ վտանգավոր կապերի կողմից։ Երրորդ, սովորեցրեք ասել ոչ, թույլ տվեք, որ նա հասկանա իր կարծիքը արժեքավոր է եւ ինքը կարող է մերժել այն, ինչ իրեն վնաս կտա։ Չորրորդ, դուք եղեք այնպիսին, ինչպիսին կուզենայիք, որ նա դառնար։ Երեխաները սովորում են ոչ թե խոսքերից, այլ օրինակից։ Հինգերորդ, մի դատապարտեք, այլ օգնեք։ Եթե նա սխալվի, մի քննադատեք, այլ աջակցեք, որ ինքնուրույն ուղղի իր սխալը։ Հիշեք, արմատն է որոշում պտուղը։ Եթե ցանկանում եք լավ ապագա ձեր երեխայի համար, ստեղծեք առողջ միջավայր։ Ավելի հեշտ է ուժեղ երեխաներ մեծացնել, քան կոտրված մեծահասակների բուժել։ Սիրեք, հարգեք եւ վստահեք ձեր երեխային։ Դուք գիտեք, ում հետ կիսել այս հոլովակը։ Դուք գիտեք անհրաժեշտության դեպքում ում դիմել։